Շնորհակալություն, հարգելի փոխնախագահ, հարգելի գործընկերներ, հարգելի Տիկին Գրիգորյան։ Դուք ձեր խոսքում խոսում եք կոռուպցիայից ու խոսում եք քաղաքական կոռուպցիայից։ Դրանք իրարից շատ տարբեր, թեև հիմքում նույնը, բայց վերջնարդյունքում իրարից շատ տարբեր բաներ են։ Տեսեք, դիցուկ ինչ-որ մեկը պետության ներսում ստեղծում է աթոռների արտադրության մոնոպոլիա, հետո պաշտոնը թողնում է գնում է դառնում է աթոռների մոնոպոլիա ունեցող ընկերության տնօրեն։ Այդտեղ առերևույթ կա կոռուպցիոն ռիսկ ու շատ մեծ։ Ու դա դասական կոռուպցիոն ռիսկ է։ Սա մի դեպքն է, որը սովորական դասական կոռուպցիոն ռիսկի մասին է խոսքը, բայց կա մի ուրիշ դեպք։ Օրինակ ինչ-որ մեկը ընդգրկվում է ինչ-որ քաղաքական թիմի ընտրական ցուցակ, Տիկին Գրիգորյան։ Այնտեղ տարբեր բաներ է խոսում, էս է խոսում, այն է խոսում, կոռուպցիայի մասին է խոսում նախկինում եղած։ Էս անում, այն անում, հետո ինչ-որ մի հատ X պահի, չգիտենք ինչի դիմաց, դեռ ոչ մեկս չգիտենք ինչի դիմաց ու մեզ թույլ չենք տա իհարկե ոչ մի մեղադրանք հնչեցնել թե ինչի դիմաց, բայց գնում դառնում է այդ քաղաքական թիմի ամենավոխերին քաղաքական հակառակորդի թիմի падգամավորը Տիկին Գրիգորյան։ Հարց է իհարկե ինչի դիմաց։ Բայց զուտ ուղղակի կոնտեքստը հասկանալու համար նշենք, որ կոնկրետ այդ ոխերիմ քաղաքական հակառակորդը այս պահին պետությունը նրանից պահանջում է $200 միլիոն։ Իհարկե այստեղ բան է, ինչ անունը, առողջ տրամաբանությունը պիտի հուշի թե ինչի դիմաց է այդ մարդը գնում մտնում այդտեղ, ու մեզ ցույց տա քաղաքական շատ հստակ կոռուպցիայի մի դրսևորում, բայց առողջ տրամաբանությանը կխնդրենք, որ այս բանը ուղղակի լուր մնա եւ բոլորս կձևացնենք Տիկին Գրիգորյան, որ այս ամեն ինչը չենք տեսնում ու քաղաքական կոռուպցիայի այս վառ ու շատ դրսևորված օրինակը չնկատելու կտանք ուղղակի Տիկին Գրիգորյան ու կպատկերացնենք, որ դուք ուղղակի Ռոբերտ Քոչարյանի սիրուն աչքերի եւ ոչ թե սիրուն փողերի համար եք գնացել մտնել նրա կուրսակցություն, եկեք այդպես մտածենք Տիկին Գրիգորյան բոլորս։ Եկել եք այստեղից խոսում եք, ասում եք 12 միլիոն դրամ տարեկան մի ընկերություն է ստանում, որը տասնյակ մարդկանց ֆինանսավորում է, վաճառում է աշխատավարձ, որպեսզի նրանք գնան հանրայինում նստեն ծափ տան։ Ես ճշտեցի, հարգելի ընկերներ, մեր ավականի գործընկերոջից, այդ մարդը 12 թվականից հմեկի հետ աշխատում է։ 2012 թվականից աշխատում է, տարեկան ստանում է, այո, 12 միլիոն դրամ, ինչը գալիս ամսական 1 միլիոն դրամ, ու երբ որ գնում եք օրինակ հանրային հեռուստաընկերություն բանավեճերի, ու քանի որ հատկապես ձեր քաղաքական թիմին էլ ծափարելի ենթադրում եմ շատ ավելի դժվար է, այդ մարդկանց նաև դրա համար վճարում են հարգելի գործընկերներ, այդպես է ստացվել։ Դե, պարոն Դանիելյան, խնդիր չկա, դիմեք, բայց 12 միլիոն դրամի մասին այսքան խոսալը, պարոն Դանիելյան, ձեր քաղաքական թիմի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի խնամին Հայաստանում տարեկան տրիլիոնների երևի տենդերներ է շահում։ Դուք հասկանում եք, եկել եք ստեղ ասում եք կոռուպցիա, քաղաքական, ես ու դեպ ասեմ, ես սա շատ բանով եմ ասում, էլի, ինձ չտես մի ցնծությամբ եմ ասում, որ Քոչարյանի խնամին Հայաստանում տոննաներով տենդեր է շահում։ Հայաստանի թիվ 1 ճանապարհաշինարարական տենդերները շահում է ինքնը։ Երևի բան ես ձեզ չեմ ընդհատել ամենայն հարգանքով։ Եթե մենք խոսում ենք հիմա ստեղ 12 միլիոն դրամի մասին, ասում եմ, դե խոսում ենք 12 միլիարդ դրամի մասին, երևի ամսական միլիարդ դրամի մասին ենք մենք խոսում, ժողովուրդ ջան։ ԱԱԲ-ն ձեր կուսակցության դաշինքի առաջնորդի խնամին Հայաստանի թիվ 1 տենդեր շահողն է։ Ինչի՞։ Որովհետև մենք ձեզ տենց շատ սիրում ենք, չէ, մեկանցից գնումով չի, պարոն, դա հլո մի հատ էլ մեկանցից գնումով Քոչարյանի խնամուց բան առնենք, այ քեզ բան։ Էդ էլ է եղել, իդեպ մեկանցից էլ է եղել, որովհետև դրա անհրաժեշտությունը եղել է պահի տակ։ Դուք եք գիտեք, որ ճանապարհներ են փակված եղել, պետք է եղել բացել, ու դրա համար եղել է այդ իրադարձությունները, պարոն Դանիելյան։ Բայց հիմա որ խոսում եք, ասում եք տենդերներ, կոռուպցիա եւ այլն, Ժորժ ջան, եթե տենց ինչ-որ կոռուպցիոն համակարգ լներ, ինչ-որ մի բան լներ, ձեր առաջնորդի խնամին տենդերներին ոչ թե առաջի տեղով չէր շահի բոլոր տենդերները, մոտիկ էլ չէր գա այդ տենդերներին։ Դուրն էս կփակեին քիթմռութին, կասեին գնաց տեղից շու, ես ուր ես եկել։ Այ ընկեր, ես ուր ես եկել։ Օրինակ 2018-ից առաջ քանի են դիմադիր գիտեք, որ իր խնամին, չգիտեմ, այնտեղ ելք դաշինքից ինչ-որ մեկի խնամին, ինչ-որ մեկը եղել է Հայաստանի թիվ 1 տենդեր շահու, քանի տես դեպք գիտեք։ Դրանից առաջ չգիտեմ, այնտեղ Ստեփան Դեմիրճյանի կամ այն մեկի։ Այդքանի տես դեպք գիտեք, ժողովուրդ ջան։ Բացատականացվել է դա, չէ՞, ամեն ինչ տեղի է ունենում։ Գալիս է մրցույթը դնում են, ամենացածր գինը առաջարկում է շահում է։ Իհարկե շատ դեպքերում հետո այնքան է ձգձգում ընտրական process-ներով գուցե եւ պայմանավորված, որ չգիտես ինչա դառնում, օրինակ Լոռու մարզում շատ հետաքրքիր նմանատիպ դեպքեր էին եղել, որ ընտրություններ կար դեմը, դե ինքն է Քոչարյանի խնամին էր, տենդերը շահել էր, բայց ամիսներով գյուղերի ճանապարհները տենց է չսկսեցին, ու դա էր խնդիրը, ժողովուրդ ջան։ Պարոն Դանիելյան, խնդրում եմ, մի միջամտեք։ Չէ, չեմ տալիս նկատողություն, խնդրում եմ։ Շարունակեք, պարոն Ալեքսյան։ Հիմա մենք ստեղ եկել ենք բաներից ենք խոսում, sense ոնց որ բան լինի, էլի։ Թվերից ենք խոսում, որը կներեք ինձ դուրս չի, ժողովուրդ ջան։ Ասեք ընկերությունը ամսական 1 միլիոն դրամ է ստանում ու հմեկ բան է անում, ամսական տենց 50-60 հոգի մարդ է գնում, որպեսզի բան անի, ծառայություն մատուցի։ Այս իրոք այդ ամսական 1 միլիոն դրամի մասին պիտի խոսանք, ժողովուրդ ջան, ազգային ժողով։ Մենք եք խոսանք, ես դեմ չեմ իրական։ Բայց սրան զուգահեռ մի բան եմ ուզում հարցնեմ, էլի։ Երեք գործուղման էի, չկա, նիստին չէի մասնակցում, այսօր եմ վերադարձել։ Իմացա, որ Տիկին Գրիգորյանը երեք բան է արել, հիշեցրել է վարչապետի արտահայտությունները arczepiskopos-ներից մեկի մասին։ Տիկին Գրիգորյան, հազար ներողություն, էլի։ Սրանից ուղիղ մի շաբաթ առաջ
Այդ արտահայտությունը ինչի՞ չէի հիշացնում որևիցե մեկին։ Ուղիղ մի շաբաթ առաջ։ Օրինակ մի շաբաթ առաջ ինչի էր ձեր բոլորի համար Նավասարդ arczepiskopos Կճոյանը սուրբ եւ վեհանձն անձնավորություն։ Չէ, դրանից ուղիղ մեկ շաբաթ առաջ ինչի էր ձեր համար Արցախի թեմի առաջնորդը սուրբ եւ վեհանձն անձնավորություն։ Դրանից մեկ շաբաթ առաջ ինչի էր ձեր համար Վազգեն Սրբազանը սուրբ, չէ, Վազգեն Սրբազանը չէ, նա հանդգնել էր խաղաղությունը օրհնել, նա ձեր համար արդեն իսկ բան էր, անիցիալ էր։ Գևորգ Սրբազանը ինչի էր ձեր համար սուրբ եւ անձեռնմխելի անձնավորություն։ Ես գիտեմ ինչ էր ձեր համար սուրբ եւ անձեռնմխելի արտահայտություն, անձնավորություն։ Մի պարզ պատճառով, միջև այդ պահը նա չէր դատապարտել սրբափիղծ ռոմանտիկ կապը։ Արշակ arczepiskopos Խաչատրյանի։ Այդ է ձեր տրամաբանությունը, ժողովուրդ ջան։ Այսօր օրինակ խնդրում եմ, այսօր որ գալու եք ելույթ եք ունենալու, հենց հիմա թվեք այն բոլոր եկեղեցականների անունները, որոնք ձեզ արատավոր են։ Հենց հիմա թվեք, որ հանկարծ չստացվի, որ վաղը այդ մարդը հենց ասի, որ սրբապղծությունն է սեփական քերականոջ հետ ռոմանտիկ հարաբերությունը, ասեք, այ գիտես, դու Bentley ունես, դու Rolls-Royce ունես, դու էլ չգիտեմ, այնտեղ Geländewagen ունես։ Այդ կներեք կամ Bentley-ներից, որ խոսում եք Արշակ, ուրիշ բառ չասեմ, Խաչատրյանի Յաշիկը բոլորից սրտով, տենց մեքենայի նկատմամբ այդ ձեր ճաշակը որպես այդպեսին դրանով է արտահայտվում, ասենք այդտեղ խնդիր չեք տենում։ Թե մեքենան համարվում է խնդրահարույց, եթե մեքենայի տերը սեփական քերակնոջ հետ սիրային կապ չունի։ Այսինքն ես ուզում եմ հասկանալ դուք որ ձեզ դիրքավորում եք որպես ազգային պահպանողական քաղաքական ուժ, դուք որ ազգն եք ներկայացնում, եթե ձեր համար նորմալ է, որ կարա լինի arczepiskopos, որը ռոմանտիկ սիրային կապ ունի սեփական քերակնոջ հետ։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ ինձ այդ հարցին պատասխանեք։ Դուք ձեզ դիրքավորում եք որպես պահպանողական ուժ։ Այդ որ պահպանողականությունն է, իրանից ենթադրում սիրային ռոմանտիկ հարաբերություն սեփական քերակնոջ հետ։ Ժողովուրդ ջան, ես ձեր ցավը տանեմ, ես չգիտեմ ոնց ասեմ ձեզ։ Ես հայ տղամարդ եմ։ Ես քրիստոնյա եմ։ Ես ամաչում եմ, որ դուք ձեզ անվանում եք պահպանողական։ Ես ամաչում եմ, որ դուք ձեզ անվանում եք եկեղեցու պաշտպան, ու որպես եկեղեցու պաշտպանություն հանդես եք գալիս սեփական քերակնոջ հետ սիրային հարաբերությունների պաշտպանության դիրքերից։ Կոնկրետ այդ դեպքում Սրբազանն է պահել։ Չգիտեմ ինչև էս վերջերս ով է պահել, պարոն Դանիելյան, բայց ակնհայտորեն վերջին զարգացումներից հետո Կտրիչ Ներսիսյանը շատ լուրջ հավակնություններ ունի մոմը անձամբ պահելու։ Հաշվի առնելով, որ ամբողջ հոգով ու սրտով պաշտպանում է տեղի ունեցած սրբապղծությունը։ Իսկ տեղի ունեցածը իմ համար սրբապղծություն է, ժողովուրդ ջան։ Եթե կա մեկը այս դահլիճում, որի համար սեփական քերականոջ հետ սեռական կներեք այդ բառի համար, սիրային ռոմանտիկ կապը, դա սրբապղծություն չի, թող հենց հիմա ասի։ Կա տենց մարդ։ Ավարտեք, պարոն։ Հայաստան դաշինք կա մարդ, ում համար սեփական քերականոջ հետ սիրային կապը սրբապղծություն չի։ Ավարտեք, պարոն Ալեքսանդր։ Չկա տենց մարդ, ընդունեցինք։ Եվ հետևաբար Կտրիչ Ներսիսյանը եւ Արշակ Խաչատրյանը պիտի հեռանան։ Հարգելի գործընկերներ, նոր Պիկին Գրիգորյանը ինչ ասեց, ասեց, որ կառավարությունը $500,000 գախնի ըստ ֆակտոր TV-ի բացահայտման, գախնի որոշմամբ $500,000 է տվել իսկ քաղաքական համախոհին։ Այս նախադասության մեջ ոչ մի բան ճիշտ չէր, որովհետև ոչ թե ֆակտորն է դա բացահայտել, այլ կառավարությունը գաղտնազերծել է իր իսկ գաղտնի որոշումը։ Եթե կառավարությունը չուզեր ֆակտոր TV-ին կամ դուք իմանայիք դրա մասին, դուք դրա մասին չէիք իմանա։ Հաջորդը $500,000 ոչ թե տվել է Վարդան Ազատյանին, այլ այն կազմակերպությանը, որի եթե չեմ սխալվում, ղեկավարն են նա եւ որի պատվեր է տվել։ Երրորդը ոչ թե տվել է մեկ անգամյա դրամաշնոր, այլ եթե չեմ սխալվում 5 տարվա մեջ։ Եվ եթե դուք նայեք, ասենք այդ կազմակերպությունը ունի, ասենք, չգիտեմ, պայմանական 3 կամ 4 աշխատող, դա ստացվում է իրենց ամսական աշխատավարձը, մեկը հաշվել էր վերջերս 200 քանի հազար դրամ։ Այնպես որ դուք հիմա դասական մանիպուլյացիա արեցիք, բայց դաշտ տվեց մանիպուլյացիան։ Հաջորդը։ Ես ճիշտ լսեցի, որ պարոն Դանիելյանը իր ելույթում ասեց, որ կուսակցություն փոխելը չարիք է, թե ինչպես մի բան ասեցիք, պարոն Դանիելյան։ Չէ, կոնտեքստի չեմ կտրում։ Բացարձակ կոնտեքստի չեմ կտրում, ուղղակի ես կարծում եմ դուք անարդար եք Տիկին Գրիգորյանի հանդեպ, որտեղ ձեր կողքը նստած է, այս մարդը իմ քայլով եկավ դարավ падգամավոր, հետո բան արեց, քաղաքականապես միացավ Վայե Հակոբյանին, վերածնվող Հայաստան կուսակցության։ Եթե չեմ սխալվում, Տիկին Գրիգորյանը մի ընդհատեք ինչ Ժորժ ջան։ Եթե չեմ սխալվում, Տիկին Գրիգորյանը ներկայացնում է վերածնվող Հայաստան կուսակցությունը Վայե Հակոբյանի, որը ինքնին Հայաստան դաշինքի մասն էր, որը հետո էլ ոնց որ թե դուրս եկավ Հայաստան դաշինքից առնվազն ազգային ժողովում, բայց Տիկին Գրիգորյանը մնաց։ Հենց որ պետք չի վիրավորել Տիկին, այ ասում եմ ներողություն։ Պարոն Դանիելյան ջան, խնդրում եմ մի ընդհատեք ինձ։ Պարոն Եղոյան ջան, դուք եք խնդրում եմ մի ընդհատեք պարոն Դանիելյանին, երբ որ ինքը ընդհատում է ինձ։ Հաջորդը։ Ասեցի վերածնվող Հայաստան, ասեցի Վայե Հակոբյան, հիշեցի։ Դուք էլ ասեցիք ԶՊՄԿ Տիկին Գրիգորյան, էլի հիշեցի։ Կրկնում եմ, դուք վերածնվող Հայաստան կուսակցության անդամ եք։ Վերածնվող Հայաստան կուսակցության անդամ Վայե Հակոբյանը Չէ, հետախուզման մեջ է։ Այս հենց նոր կարդացի, փաստորեն ինչ է բարձում։ Այս տարվա նոյեմբերի 11-ին
հայտարարվել է, որ հարցման ի պատասխան գլխավոր դատախազությունից հայտնել են, որ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի փակագծերում մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը երկրորդ մասի երկրորդ կետով եւ 296-ի փողերի լվացումը երրորդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի, այսինքն այս տարվա հոկտեմբերի 31-ին Մեղադիալ Վահե Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հիմա հարց Տիկին Գրիգորյան, ձեր կուսակցության ղեկավարը ինչի է փախած, ուրա Վահե Հակոբյանը, Տիկին Գրիգորյան, ուրա Վահե Հակոբյանը։ Կգաք ստեղից կպատասխանեք փողերի լվացման մեջ մեղադրվող ձեր կուսակցության ղեկավարը, ձեր կուսակցական շեֆը, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, ուրա փախած։ Եկեք խոսում ենք ԶՊԿՄԿ-ի մեջ։ ԶՊԿՄԿ-ի կոնտեքստում էլ ասեք Վահե Հակոբյանը ինչ է արել, ինչի է ինքը հիմա մեղադրվում կոռուպցիայի փողերի լվացման մեջ։ Պատասխանեք։ Ու նաև պատասխանեք։ Ընդհանրապես քաղաքական տրամաբանությանը տրվում, օրինակ ո՞նց է ստացվում, որ մարդը իմ քայլով, դուք նաև բան սիրում եք, չի ասել, հեղափոխությամբ իշխանության եկածները ինչ որ ասում էին այսպես չեղավ, դուք եք հեղափոխությամբ իշխանության եկել, դուք գիտեք դուք դրա մասին։ Հեղափոխությամբ իշխանության եկել, հետո միացել եք Ռոբերտ Քոչարյանին, դուք գիտեք ով եք։ Դուք 100,000-ավոր մարդկանց, ովքեր որ փողոցներում Հայաստանի հարավակ էին անում, այդ մարդկանց տված վստահությունը ձեզ, անձամբ ձեզ, դրել եք Քոչարյանի ոտերի տակ։ Գիտեք որ Քոչարյանի, այն Քոչարյանին, որից եւ իր ընտանիքից դատախազությունը պահանջում է արգրավել համագումարով, հանրագումարով, մոտ $200 միլիոն համարժեք գույք, փող եւ այլն եւ այլն։ Այդ դրա մասին խոսացեք։ Տեսա որ գրանցվեցիք, կգաք եւ կպատասխանեք։ Ամենակարևոր հարցը կպատասխանեք հետեւյալ հարցին։ Ուրա ձեր կուսակցության Վահե Հակոբյանը, ձեր կուսակցության ղեկավարը, ձեր քաղաքական ղեկավարը ուրա ինչի է փախել, ինչի չի գալիս եւ հանձնվում, որպեսի դատարանը վճռի իր ճակատագիրը։ Շնորհակալություն։ Ձերի ժողովուրդ, հարգարժան Տիկին Գրիգորյան։ Ես կարծում եմ, որ դուք թերևս կարող եք ձեր կյանքի փորձի պակասից է, չգիտեմ, բայց չեք հասկանում, որ իմ մտասևեռումը ոչ թե ձեր անձի նկատմամբ կամ ձեր անձի վրա է, այլ դավաճանության որպես երևույթի։ Ես իրոք, մի ընդհատեք ինձ, ես իրոք ինչ մեղք կստացնեմ, բավականին զգայուն եմ դավաճանության նկատմամբ։ Այսինքն տարբեր թեմաներ օրինակ ինձ հունից չեն հանում, օրինակ ինձ հունից չի հանում, որ գալիս եք, ասենք, չգիտեմ, թեկուզ անձամբ ինձ մեղադրում եք ինչ-որ դավաճան եւ այլն, այլ էպիթետներ եք օգտագործում կամ մեզ հողատու եւ այլն։ Ես հասկանում եմ, որ գործը անում եք։ Ընդ որում չգիտեմ այդ գործ ով է ձեզ հանձնարարել, բայց ամեն դեպքում ով էլ հանձնարարել է, իզուր հանձնարարել, որտեղ ձեզ օգուտ չի տալիս։ Բայց օրինակ ես երբ որ տեսնում եմ դավաճանություն, ընդ որում ոչ միայն մեր հանդեպ այդ դավաճանությունը, այլ ընդհանրապես դավաճանություն որպես երևույթ։ Երբ որ ես տեսնում եմ ծայրահեղ անսկզբունքայնություն, ես դրանից ինչ մեղք կստացնեմ, ներվայնանում եմ։ Դե ոչինչ, ես էլ իդեալական չեմ։ Չնայած փորձում եմ, ձգտում եմ կատարելության, եւ հիմա էլ փորձում եմ իմ նյարդերը հանգիստ պահել եւ չներվայնանալ այն անասելի անսկզբունքայնությունից, որ դուք տարիների ընթացքում դրսևորել եք, բայց հանրատարության շատ մի նեղմեք դուք միակը չեք։ Ձեր խմբակցությունում կամ ընդհանրապես ընդդիմության մեջ։ Հիմա խնդիրը ո՞րն է։ Դուք եկել եք 2018 թվականի համաժողովրդական հեղափոխությունից հետո, որը այդ թվում Քոչյանի դեմ էր, հասկանում եք, որ այդ թվում կոռուպցիայի դեմ էր, ամեն ինչի դեմ էր։ Եկել եք, մեզ մոտ եկել եք հարցազրույցի, բանա, չեմ հիշում ում միջոցով եք եկել, մենք ձեզ մտցրել ենք ցուցակ 90-րդ տեղներ, 96-րդ տեղներ կարծեմ։ Դուք հետո դարել եք падգամավոր, որ դուք ասում եք ես իշխանությունից գնացել եմ ընդդիմություն, մի քիչ երեսպաշտությամբ եք զբաղված, որովհետև ոչ թե դուք իշխանությունից գնացել եք ընդդիմություն, այլ ձեր մտքում էլի չեմ մեղադրում, կարող է կենսափորձը պակասել կամ քաղաքական փորձը, դուք մտածել եք, պատերազմը ավարտվել է, վատ արդյունքում ամենայն հավանականությամբ հեսա սրանց հեռացնելու են իշխանությունից, դե ես հո հիմա չեմ մնամ իմ քայլում։ Հիմա ես արագ դուրս գամ, դառնամ անկախ падգամավոր, հետո էլ դե Քոչյանը դրել էր տեխնացիոն, դուք երևի վստահ եք, որ Քոչյանը հեսա գալու է կրի, չեմ ասում կրի, որտեվ ես ռետարը չեմ կարող արտասանեմ։ Հա, ինչ մեղք կստացնեմ, ասեցի ես իդեալական չեմ։ Հա, բայց չստացվեց։ Բայց ի՞նչն է այստեղ հետաքրքիր, դուք դավաճանել եք ոչ միայն մեզ, դուք հետո դավաճանել եք Վահե Հակոբյանին, փաստորեն։ Տեսեք, ես չէի հիշում, որ դուք դուրս եք եկել կուսակցությունից։ Դուք մտել եք վերածնվող Հայաստան կուսակցություն, այդ վերածնվող Հայաստան կուսակցությունը մտել է Հայաստան դաշինք, որպես իր ներկայացուցիչ մտել եք ցուցակ, հետո երբ որ 2022 թվականի նոյեմբերին վերածնվող Հայաստանը որոշում է կայացրել, որ դուրս է գալիս ԱԺ-ից, դուք իրանք մի քանի պատգամավոր ունեին։ Դուք դուրս եք գալիս վերածնվող Հայաստանից, որ շարունակեք մնաք պատգամավոր։ Հասկանում եք, դուք նաև Վահե Հակոբյանին եք դավաճանել։ Հիմա մի ընդհատեք Տիկին Գրիգորյան, ծանր մի տարեք, սովորեք, հարգելիս ծանր մի տարեք, խնդրում եմ, մի նեղվեք, ես իրոք նեղվում եմ, որ դուք նեղվում եք, մի նեղվեք, հանգիստ նստեք, հա, հիմա ինչն է խնդիրը, այդ սկզբունքայնությունից ներվայնացնում է, օրինակ ինձ ներվայնացնում է, որ մարդու լավ նախկին կուսակցության ղեկավարը, հիմա հետախուզման մեջ է, այսինքն փախած է, հետախուզման մեջ է, պետք է ներկայանը չի ներկայանում, փողերի լվացման համար, ու իր կուսակցության նախկին ներկայացուցիչը, այսինքն մարդ, որ իր կուսակցության մանդատով է հայտնվել այստեղ։ Գալիս խոսում է նրա մասին, որ Վարդան Ազատյանը, որը մեր ժամանակների լավագույն մտածողներից է, իր կազմակերպությանը կառավարությունը պատվեր է տվել, ու ոչ մի բան չի թաքցրել, ինքն է գաղտնազերծել, հասկանում եք։ Ու այդ պատվերը ասում որ դուք ասում եք $500,000, դա շատ կամ $500,000, մեծ է հնչում, բայց երբ որ ասում ես 5 տարվա մեջ է եղել, տրվել է որպես պատվեր, մի քանի մարդու համար մեծ մասը գնացել է ամսական աշխատավարձի վրա, ամենևին այդպես չի հնչում։
Իհարկե դուք անդրադարձաք միշակներ գործընկերներ, եթե իրանք հարգամար են անդրադառնա, ես դրա մասին չեմ խոսա։ Հաջորդը, էլի իմ խնդիրը որն է ընդհանրապես ձեզ հետ սիրելի ընդդիմություն։ Իմ խնդիրն է, որ դուք խոսում եք բաների մասին, բայց հետևողական չեք։ Օրինակ, եթե այսօր բարձրեր, օրինակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին միլիոնատեր է, այդպես չի։ Բայց եթե բարձրեր, գալու եք ասելու եք, չէ՞ Ժորժ ջան, ո՞նց է ստացվում, որ այս երկրում ոչ մեկի որդին միլիոնատեր չի դառնում կամ քիչ մարդկանց որդիներն են միլիոնատեր դառնում։ Բայց հենց Փաշինյանի որդին էր այնքան տաղանդավոր, որ ջարը դառավ միլիոնատեր։ Կասիկ հաստատ դա, բայց հիմա չեք ասում, որ միլիոնատեր չի Փաշինյանի որդին։ Բայց ինքներդ ձեր մոտ լավ հարց չի առաջանում, այդ ո՞նց ստացա, որ Քոչյանի որդին էր միլիոնատեր իր նախագահության օրոք։ Ինչի էր տենց։ Ինչի էր տենց։ Հանճար է ինքը բիզնես հանճար է։ Եթե բիզնես հանճար է, ո՞նց է ստացվում, որ բիզնես հանճարները ձեր իշխանությունների օրոք միշտ եղել են ձեր իշխանավորների որդիները, փեսեքը, եղբայրները եւ այսպես շարունակ։ Եվ նույն անալոգիայով ո՞նց է ստացվում, որ մեր իշխանության օրոք մեր որդիները, փեսեքը եւ մնացածը միլիոնատեր չեն։ Պարոն Հակոբյան, հրաչա, դուք ինչի միլիոնատեր չեք։ Հանճարեղ չեք, հա։ Ապաշնորի մեկն եք, էլի, դու ապաշնոր իշխանություն եք։ Մարդը վարչապետի անեծակը լինի ու միլիոնատեր չլինի։ Այստեղ նաեւ դուք բան ասեցիք, ինչ ասեցիք, ինչ անուն տվեցիք, ասեցիք Ալեն Սիմոնյանի ընկերն է դրա համար։ Ժորժ ջան, դուք հիշում եք, որ Ալեն Սիմոնյանի հարսին կալանավորել էին։ Հիշում եք դա։ Այսինքն, եթե Ալեն Սիմոնյանի հետ փոխկապակցվածությունը ինչ որ բան է նշանակում, բայց այդ դեպքում ինչի՞ չէր նշանակում։ Մեր կուսակցության անդամ այն ժամանակ Հովիկ Աղազարյանի կանչել էին հարցաքննության, նորել կարդացի արդեն բանա։ Նախաքննությունն ավարտվել է, մեղադրվում է, կամ չգիտեմ, մեղադրվում է դեռ չէ, բայց մեղադրանքը խոշոր չափով կաշառք պահանջելն է։ Մեր կուսակցության անդամներ են կալանավորվել, այդ թվում փոխնախարար։ Տեսեք չեմ անդրադառնում, որի դեպքում դատավճիռ կա, որը արդարացվել է, մեղադրանքը հաստատվել է թե չէ։ Ես ցույց եմ տալիս էությունը, նախարարներ, քաղաքաշինության կոմիտեի նախագահ, հասկանում եք։ Իսկ ձեր ժամանակ ինչ է տեղի ունենում, ձեր իշխանության ժամանակ։ Երբ որ ասում եմ ձեր իշխանության ժամանակ Տիկին Գրիգորյան, նկատի ունեմ Քոչյանի իշխանության ժամանակ, որտեղ կոնկրետ այսօր դուք Քոչյանի թիմակիցն եք։ Կարող է վաղ ուրիշի թիմակիցը լինեք։ Չգիտեմ։ Դա է խնդիրը։ Հիմա իմ ասածը նաև որն է սիրելի ընդդիմադիր գործընկերներ, եթե դուք ուզում եք շանս ունեք նա քաղաքականության մեջ, դուք պետք է հետևողական լինեք ձեր ասածների մեջ, հասկանում եք։ Ես օրինակ երբեք չեմ ասի մի բան, որը կամ չեմ քննադատի մի բան, որը ինքս եմ արել։ Օրինակ ես չեմ կարող երբևէ քննադատել որևէ իշխանության Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման փորձը ինքնին կարող է բովանդակությունը քննադատեմ, ասեմ ինչ եք սենց արեք կամ սենց, բայց փորձը ինքնին ես չեմ կարող քննադատել, որտեղ ես եմ դա արել։ Բայց ունեք ձեր երկու խմբակցությունները, օրը մեջ դա քննադատում են ինքնին փորձը, ոչ թե բովանդակություն։ Եվ ամենավերջում, Տիկին Գրիգորյան, դուք ինչ ասացիք, դուք այո հեղափոխության, Թավշյա հեղափոխության հույսերը չարդարացրեցիք։ Մի հատ կողմնորոշվեք, էլի։ Ես ինձ թվում էր ձեր ընդդիմադիր շրջանակների տեսանկյունից այդ հեղափոխությունը իշխանազավթում էր, այնա Տիկին Աննա Մկրտչյանն է սիրում իշխանազավթում ասել, ժամը 1, րոպեն 1, վայրկյանը 1։ Իշխանազավթում էր, ինչ էր ձեր քաղաքական լիդեր Ռոբերտ Քոչյանը չէ հեղափոխությունների օրին ասում, իշխանությունը ճամպրուկ չի վերցնես 10։ Դա երբ որ պետք է հեղափոխությունը ադրբեջանա-թուրքական հեղափոխություն էր, երբ որ պետք չի հեղափոխություն էր, որի հույսերը չարդարացվեցին։ Իսկ հեղափոխության հույսերը արդարացվեցին 99%-ով։ Այն մի տոկոսն էլ այնա, որ մեկ պատգամավորներ են ընտրվել, որոնք հետո քաղաքականապես հայտնվել են Ռոբերտ Քոչյանի գրկում։ Էդ է։ Ինչևէ, Տիկին Գրիգորյան, մի սրտնեղեք, ես ամենևին անձնապես ձեզ չեմ թիրախավորում, ասեմ ավելին, ես գնահատում եմ եւ մենք գնահատում ենք անձի ինքնակատարելագործումը, բայց ես կարծում եմ դուք սխալ ճանապարհ եք ընտրել, որովհետեւ իմ քայլը Վայե Հակոբյանի հետ փոխելը, հետո Վայե Հակոբյանի Ռոբերտ Քոչյանի հետ փոխելը ընդհանրապես ինքնակատարելագործում չի, ասեմ ավելին, դա խայտարակ դեգրադացիա է, բայց դուք դեռ շանս ունեք ուղղվելու։ Շնորհակալություն։ Այ լավ է որ ստեղ եք, լավ է մեծամասնությունը ստեղ է։ Ես չէի կարող չանդրադառնալ իմ այդ հնչեցված իմ անունը հնչեցված ելույթին եւ իմ գործընկերների վերաբերյալ հնչեցրած մեղադրանքներին։ Ես Տիկին Գրիգորյանի վրա զարմանում եմ, որովհետեւ ամեն ինչ իր չափու սահմանը պետք է ունենալ, լինել պատգամավոր, մեղադրել մեզ 7 տարվա իշխանության մեջ եւ այս մարդկանց, ովքեր որ 35-ից 40 տարեկան երիտասարդներ են մեծամասնությամբ, մեղադրել նրա մեջ, որ այդ մարդիկ բարձրում ապրելու տուն ունեն եւ դա ներկայացրեն որպես կոռուպցիայի դրսեւորում, անկեղծ ասած արդար չի։ Դուք դա արել եք ձեր ելույթի ժամանակ, տներ եւ այլը, դուք հարստացել եք, ես ուզում դուք ցույց տաք այն մարդկանց, ովքեր այդ իշխանության ընթացքում միջին հայից ավելի շատ է հարստացել եւ օրինակ ասեք թե ինչ տարբերություն իրանց եւ ձեր եղբոր մեջ, որ 2021 թվականին նույնպես տուն է գնել։ Ձեր, որ ունեք հողատարածքներ Սյունիքում, ունեք բնակարան, այսինքն ասեմ տեղերը հասցեներով ասեմ, կհրապարակեմ, հեռախոսից մեջ է բարձրանամիջացնեմ։ Ձեր հորը պատկանող, ձեր եղբորը, մի հատ հեռախոսը ստուգ, մի հատ հեռախոսը
Այսինքն ձեզ թվում է, էդ էլ չլի եկաք ներքին հանդից խոսացիք, բան արեցի, տեսանյութը տեղադրեցի, ոչ մի արձագանք չեղավ։ Լավ, մի րոպե, հերթով ենք, չէ՞ խոսում։ Ձեր եղբայրը աշխատում է հեծում եւ 2021 թվականի 29-10 թիվ գնել է բնակարան Ավան թաղամասում։ Դուք անցնեմ ձեզ։ Ուր եք ձեր անշարժ գույք, ձեր հորը պատկանող սեփականության հող, կտեղադրեմ այս թուղթը, կարծում եմ դրա կարիքը չի լինի, կտեղադրեմ թուղթը, ժամանակը չվատնենք, հա, եւ գալ խոսել այդ մարդկանց մասին, որ իբր հարստացել ենք, Ռուբինյանը ճիշտ է ասում, դա պատեհապաշտություն է։ Եթե դուք, պարոն Մինասյան, մի խանգարեք, էլի, եթե դուք ուզում եք հարստացած պաշտոնյաների մասին խոսել, Սերեն Օհանյանին հարցրեք իր տների մասին, Լևոն Քոչարյանին հարցրեք, ասեք, դուք 10 տարի եք իշխանություն եղել, այս երիտասարդները 7 տարի են իշխանություն, այդ 220 միլիոնը Այդ 220 միլիոնը ո՞նց է բացատրում այն դեպքում, որ այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության բանակի, պաշտպանության նախարարության բյուջեն էր այդ ժամանակ այդքան։ Ո՞նց է բացատրում։ Հələ այդքանը գիտենք։ Այդքանը կարողացել ենք իմանալ։ Դա պատեհապաշտությունը հասկանում ես, որ դուք նստած լինելով մարդկանց մեջ, ովքեր որ միլիոնատերների եւ միլիարդատերերի համբավ ունեն, այս մարդկանց մեղադրում եք տենց բաների մեջ։ Ասենք Վիգենի անունն եք տալիս, ասենք դուք գիտեք, որ բան խոսելիս падգամավոր քաղաքական գործիչը պետքա ճշտի։ Իմ ընկեր Վիգենի անունն եք տալիս։ Ձեր նշած բնակարանը նույնիսկ չի գրանցվել, եւ այդ ձեր նշած դրվագի մեջ ամենամեծ խնդրեմը այն չի, որ ինչ-որ մի բիզնեսմեն գնել է ինչ-որ մի բնակարան։ Ամենամեծ խնդրեմը այն է, որ դուք փաստացի հայտարարում եք, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ունեցել է շատ մեծ եւ թանկարժեք բնակարան Հյուսիսային պողոտայում։ Դուք խոսում եք Հովիկ Աբրահամյանի մասին, Հովիկ Աբրահամյանի անունն եք տալիս։ Հենա գնացեք հարցրեք, այս Հովիկ Աբրահամյանի ընկերները ստեղ նստած են։ Թագու կողքը նստած, որը 3 բնակարան ունի, հպարտանալով ասում է 4-ն եմ առնելու, գալիս եք ստեղ ուրիշների բնակարանից եք խոսում։ Խոսա հարցրեք իրանից։ Լավ է անում գնում է, ինքը բիզնեսմեն է գնում է, հարց չկա, բայց Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ տասովշիկների մասին, ժողովուրդ ՀՀԿ տասովշիկները ովքեր են, Աննա Մկրտչյան, հարգելի գործընկ, Տիգրան Աբրահամյան, ովքեր են բացատրեք, պարոն Տարոն Մարգարյան, դուք գիտեք ով է ՀՀԿ տասովշիկը, լսել եք տենց բան։ Պարոն կամ Հովիկ Աբրահամյանի հարստության մասին։ Մի հատ Աննա Գրիգորյան բան ունի ասել, ձեզ ինչի՞ չեք շփվում։ Գալուց իրար պաչիկներով բարևում եք։ Բա մի հատ պատասխանեք այս մարդուն։ Կամ դուք Հովիկ Աբրահամյանի տունը ու իմ տունը տեսել եք։ Եկեք գնանք մեր տուն եւ գնանք Հովիկ Աբրահամյանի որևիցե տներից մեկը։ Այդ ինչ պատեհապաշտություն է ուզում հասկանամ, էլի։ Քոչարյանի բնակարաններից, այդ Քոչարյանը ուզում հասկանամ, ինչով է եկել Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն։ Ախր հասկանում եք, խնդիրը դա է, կարող է ճիշտ բան ասեք, կարող է սխալ բան ասեք, բայց չի լսվում։ Ձեր խնդրեմը կանում է նաև նրանում, որ դուք ընկել եք մի ցիկլի մեջ, չեք նկատում այդ ցիկլը, դուք անընդհատ արդարանում եք։ Հիմա էլ դուք, ես արդարանալու բան չունեմ, ես արդարանում, դուք եք ստատուս գրում, որ Սամվել Կարապետյանի հետ այս անգամ չեք միանալու, որովհետև հասկանում եք, որ կարծրատիպա ձևավորվել, դուք տպ թռնում եք 5 օրվա մեջ 4 կուսակցություն եք հասցնում փոխել։ Բա դրա համար եք գրում այդ բանը, որ ասեք, ես տենց բան չկա, տենց խնդիր չկա։ Դուք նյարդայնանում եք, որովհետև ստիպված եք անընդհատ արդարանալ։ Ու նյարդայնանում եք ամենաշատը, գիտեք ինչից։ Ես ասել եմ մի անգամ եւ չեմ նշել, որ ես նաեւ ձեզի նկատի ունեմ, որ խնդրում եմ չվիրավորվել, ես կոնկրետ վիրավորանքի իմաստով դա չեմ ասում, բայց առնետները, որոնք որ փախնում են նավից ուտենում են, որ նավը չի խորտակվում, չեն ներվայնանում, եք գազազում են։ Չի խորտակվելու այս նավը ու չխորտակվեց ձեր գնալով ու հաջորդ ընտրություններին էլ տեղ գտեք, որ հայտնվեք այս պարլամենտում։ Հարգելի գործընկերներ, գուցե եզրափակիչ ելույթի կարիք չլիներ, եթե չհնչեին օրինագծից դուրս որոշակի տեսակետներ, քիչ առաջ պարոն Օհանյանը մեզ մեղադրեց Արցախը կորցնելու համար։ Պարոն Օհանյան, մենք Արցախը կորցրել ենք շատ վաղուց, դուք լավ գիտեք, դուք եք եղել բանակաշինության հիմքում, ես էլ եմ եղել, ես մի քիչ սկզբում ավելի շատ, դուք ավելի քիչ, եւ մինչեւ 94 թվականը մեր բանակը ուներ որոշակի գաղափարական, քաղաքական եւ ռազմավարական առանձնահատկություններ։ Դրանից հետո մենք անշեղորեն ապրել ենք անկուպ, ընդհանուր միջև կոռուպցիոն դրսևորումներ եւ բանակը 16 թվականին արդեն առաջին փորձից հետո հետախուզակ ռազմական գործողության արդյունքում պարզ դարձավ, որ հակառակորդը ըստ էության ցույց տվեց, որ ունի առավելություններ։ Մենք այդ առավելությունները իրենց չենք ցանկացել տեսնենք, որտեղ քաղաքական առումով մենք ասել ենք ստատուս քվոն հավերժելու։ Այս հարցին ես չէի մոտենա, եթե ձեր տեսակետները չնչեցնեի կորուստի հետ կապված։ Իսկ եթե կորուստի պատճառները շատ էիք ուզում իմանայիք, քննիչ հանձնաժողովը շատ լավ հարթակ էր այդ ամբողջը վեր հանելու, որը վեր հանված է, եւ հասարակությանը եւ ժողովրդին ներկայացնելու համար, որը անշեղորեն մենք դարձնենք իրականություն։ Դա այդ մասով։ Իսկ ինչ անում ենք հիմա, կառուցում ենք այն բանակը այն ռազմավարությամբ, որը ոչ միայն կլինի պաշտպանական, այլ նաև իր մարտունակության տեսակետից կլինի մի քանի աստիճան ավելի բարձր։ Գրավչության առումով Տիկին Քրիստինե Պողոսյանը նշեց իր զավակի ծառայության հետ կապված, թե գրավչությունը ոնց է բարձրացել, դա ոչ միայն ականատեսի, դա ծնողի տեսակետ է, ոչ միայն մեր գործընկերի։ Եվ այդպես է համատարած։ Ես մոտեցա մեր գործընկերներին Աննա Գրիգորյան հարցնի քվեարկությունը, որտեղ չէի հիշում ոնց են քվեարկել, բայց ինձ ասաց, որ չեն քվեարկել, ես դա ըմբռնումով եմ մոտենում, որտեղ այս նախագծին ոչ դեմ, ոչ ձեռնպան բան չի, որտեղ
Մայրը ուզում է որ երեխան ծառայություն լինի անվտանգ այլ միջավայրում եւ այդ միջավայրը այսօր իրականություն է։ Ուստի կոչ եմ անում կողմ քվեարկել, որովհետեւ հաջորդիվ մենք գնալու ենք առաջ ունենալով ավելի կրթված, ավելի լավ սպառազինությամբ կանոնավոր բանակ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Պարոն Օհանյան, Ղարաբաղի ճակատագրից երբ որ խոսում եք, մարդիկ շատ լավ հիշում են, որ ձեր քաղաքական թիմի գործողությունների արդյունքում նաև ձեր պալատական հեղաշրջման արդյունքում Ղարաբաղը լուծարվեց։ Դրա համար մեծ խելք պետք չի եւ բարդ ինչ-որ հիշողություն պետք չի։ Նոր այդ ամենը տեղի ունեցել եւ ձեր նախարար եղած տարիներն հիշում ենք ժեշտի բանկաները սահմաններին կախված։ Սիրելի հայրենակիցներ, քննարկում ենք պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը 2 տարի ու կես, եւ ես ուզում եմ հստակ արձանագրել եւ բոլորիս համար ես կարծեմ ակնհայտ է, որ այս ամենը, այս բարեփոխումները բանակում իրականացվող առաջին հերթին իրականացվում են խաղաղության շնորհիվ։ Եվ խաղաղությունն այն հիմքը, որ տանելու է մեր երկիրը անկասելի զարգացման, կլինի դա մեր պաշտպանության ոլորտում, կլինի դա տնտեսության ոլորտում, կլինի դա կրթության ոլորտում, կլինի դա առողջապահության ոլորտում։ Ես այս քննարկումը օգտագործելով ես ուզում եմ հիշել մի թեմաների մասին, որոնց մասին էլ չենք խոսում ընդհանրապես։ Մենք հիմա նոր ծառայության գնացող մեր ընկերներին, մեր եղբայրներին, քույրերին պետքա պատմելով հիշեցնենք, թե ինչպիսին էր սնունդը ժամանակին զորամասերում։ Հիմա դրա մասին էլ ոչ մեկ չի հիշում եւ ես հպարտ եմ, որ մեր քաղաքական թիմի կառավարման ժամանակ մենք այս փոփոխությունները բերել ենք, որը իդեպ ընդդիմությունը օրինակ ծաղրի էր ենթարկում, երբ որ իրանց կառավարման տարիներին չգիտես ինչեր էին տալիս զինվորականներին։ Ամրաշինական աշխատանքները, որոնք սահմանին իրականացում են, պարոն Օհանյանը խոսում էր հարյուրավոր կիլոմետրով ավելացած սահմանի մասին։ Ես հպարտություն էի ապրում եւ անգամ աչքերից չէի հավատում, երբ որ այդ ամրաշինական աշխատանքները ներսից տեսա։ Եվ հենց սա է մեծացնում մեր զինվորների մարտունակությունը, երբ որ իրանք տեսնում են, թե պետությունը ինչ է անում, որ իրենք կարողանան լավ անցկացնել իրենց ծառայությունը եւ ուրեմն իրենց ծառայությունը մատուցեն Հայաստանի Հանրապետությանը։ Եվ սիրելի քաղաքացիներ, երբ որ ասում են նաև սա նախընտրական քայլ է, երեք էլ առողջապահության ապահովության թեմայով էին ասում։ Սա մեր նախընտրական ծրագրի իրականացումն է եւ ամեն ինչ որ մենք անում ենք նախընտրական քայլ է։ Եվ ամփոփելով 2026 թվականի ընտրություններին եւ ես վստահ եմ, որ ժողովուրդը ընտրելու է խաղաղությունը եւ վերահաստատելու է այն բոլոր ծրագրերը, զարգացման ծրագրերը, որ իրականացվում են Հայաստանում, խաղաղության շնորհիվ եւ անկասելի է դարձնելու Հայաստանի Հանրապետության զարգացումը։ Շնորհակալություն։